Ընդհանուր առմամբ 2020 թվականից սկսած մոտ 4500 պացիենտ արդեն ստանում եւ իրենց մի մասը մոտ 3-400 պացիենտ այս պահին հենց բուժման ընթացքում են ընդհանուր Հասմիկ Լևոնովն ասում մի փոքր ավելի բարձրաբան եմ ինչ է նշանակում վիրուսի հայտնաբերումը հեպատիտ C-ի հետ կապված մենք ունենք այսինքն ցանկացած վիրուսային վարակը որ կարող է ինքնալավացում լինի կամ մարդը ստանա դեղորայքային բուժում բայց միևնույն շարունակելու է հակամարմիններն ունենալ այսինքն եթե միայն հակամարմինների միջոցով իսկ դա մեր առաջնային սկրինինգային տեստը հենց այդպիսին է այսինքն այդ նշված բոլոր դեպքերում որ վիրահատական միջամտություններից առաջ կամ այլ օրինակ իմունիտետը ճնշված անձանց մոտ միջև բուժում սկսելը հա ուռուցքաբանական խնդիրներով անձանց մոտ երբ որ սկսում է հակաուռուցքային բուժումը պարտադիր կերպով սկրինինգային հետազոտություն է արվում հայտնաբերում ենք հակամարմինները այդ թվերից հետո երբ որ հակամարմինները հայտնաբեցինք պետք է նաև հավելյալ իրականացնենք հետազոտություն արդեն վիրուսի հայտնաբերման բայրան մեջ եւ այստեղ կարող է որոշակի տարբերություն լինել այսինքն խոսքի իմաստը կանում է նաև նրանում որ միայն հակամարմինների թվերը դեռ ամբողջական պատկերը չեն տալու թե ինչքան պացիենտ ունենք ովքեր կարիք ունեն բուժում ստանալու 2020 թվականից մինչև հիմա ասացիք 4500-ի Այո բուժվել կամ դեռ բուժվում է, հա, ճիշտ հասկացա։ Իսկ քանի տոկոսն է որ կարող ենք ասել կյանքի որակը լավացել է, ապաքինվել է եւ բնականon կյանքով։ Տեսեք, կա ընդունված միջազգային չափանիշներ, երբ արդեն 15 թվականից հետո ակտիվորեն սկսվեց կիրառվել, այսպես ասած, ուղղակի ազդեցությամբ հակավիրուսային դեղորայքը, որը որ եւս կիրառվում է մեր երկրում, այս դեղորայքի արդյունավետությունը գնահատվում է 96% եւ ավել, հա, եւ այդ թվից հիմնականում կարող ենք եզրակացություն անել, որ մեր մոտ եղած 4500 պացիենտների 96%-ը ըստ էության ամբողջությամբ ազատվել են վիրուսից։ Իհարկե կարող են այդ 4%-ի մեջ լինել դեպքեր, որ կայուն լինեն հակավիրուսային բուժմանը կամ դեղորայքը իր էֆեկտը ցանկալի տված չլինի, բայց դա ընդհանրապես այդ 4%-ի մասին է խոսքը։ Սա ամբողջ աշխարհի ճշմարտություն է, որ 96% դեպքերում մենք ունենում ենք լիարժեք ապաքինում, եւ այստեղ ոչ թե խոսքը գնում է ամոքիչ բուժման, մի փոքր լավացնելու վիճակը կամ հսկողության, այլ հստակ այ ժողովրդի մեջ ընդված կուրսային բուժումը ստանում են, որից հետո նրանք լինում են արդեն վիրուսից ազատ մարդիկ։ Իսկ թիրախային խմբերը ովքեր են։ Թիրախային խմբեր մի քանի հիմնական թիրախային խմբեր են տարբերակում ամենաառաջինը դրանք երևի թե մնում են ներերակային թմրանյութեր օգտագործող անձիկ այսինքն պետք է թիրախային խմբերը հասկանալու համար պետք է գանք վիրուսի տարածման մեխանիզմը հասկանալով, հա հիմնականում քան որ արյունային է փոխանցման ուղին, արյունային սեռական ճանապարհով այս հիմնական ուղիներն են, հետեւաբար այն բոլոր անձինք, ովքեր որ ենթարկվում են որևիցե միջամտության, օրինակ հեպատիտ B-ի համար պրակտիկորեն բոլորս թիրախային խումբ ենք, որովհետև բոլորս հաճախում ենք թե ատամնաբուժարան, թե գեղեցկության սրահներ, թե դահուկներ իրականացվում, ինչպես նաև սեռական ճանապարհով եւս փոխանցվում է, բայց այ հեպատիտ B-ի դեպքում էլ ունենք մի շատ կարևոր առանձնություն, որ կարող ենք կանխել հիվանդությունը ի սկզբանե ստանալով համապատասխան պատվաստումը, որը որ մեր երկրում ներդրված է 99 թվականից եւ մինչ օրս բոլոր երեխաները, ովքեր որ ծնվում են, հա 90 թվական ազգային օրացույցում ներառված պատվաստման ուրեմն կարգի համաձայն ստանում են այդ պատվաստանյութը եւ իրենք էլ պրակտիկորեն բոլորը արդեն պաշտպանված են։ Սա էլ շատ կարևոր հանգամանք է այդ թիրախին հասնելու համար, որովհետեւ կարողանանք 30 թվականին վերացնենք